Միջնադարյան մեծատաղանդ այս բանաստեղծի ստեղծագործությունը իր հարուստ բովանդակությամբ և ձևով, իր առաջ քաշած խնդիրներով ու մտահոգություններով անգնահատելի տեղ ունի ոչ միայն միջնադարյան, այլև ամբողջ հայ գրականության պատմության մեջ։ Նա ամբողջապես աշխարհիկ ոգու կրող էր, ով խորապես մտահոգված էր իր ազգի տառապանքներով և իր սուր գրչով դատապարտում էր ոչ միայն հակառակորդին, այլև սեփական մեղքերն ու սխալներն էր մատնանշում։ Ռուս բանաստեղծ և քննադատ Բրյուսովը գրել է, որ ազատ քննադատության ոգին առաջին անգամ բոցավառվել է հայ բանաստեղծ Ֆրիկի ստեղծագործության մեջ։ Ֆրիկը միջնադարի ամենամեծ բանաստեղծներից մեկն է։ Մեր ժողովրդի հանրային գիտակցության մեջ դժբախտաբար Ֆրիկը այդ տեղն ու կշիռը չունի։ Դա գալիս է նրանից, որ հատկապես խորհրդային տարիներին Ֆրիկին դարձրեցին ժամանակակից կամ Ֆրիկին դարձրեցին միջնադարի մի Հակոբ Հակոբյան։ Այսպես սոցիալական բողոքի վրա շեշտը դնելով եւ Ֆրիկի հանդեպ եղած այսպես ընթերցողական սերը, գրական գնահատությունը չունեցավ այն դերն ու կշիռը, ինչ պետք է ունենար։ Իրականում Ֆրիկը միջնադարի մեծագույն բանաստեղծներից մեկն է։ Արդարամիտ, ուղղամիտ, մեծագույն դժգոհներից մեկը եւ հավատի նվիրված եւ արդարության պահանջատեր։ Ֆրիկը ապրել եւ գործել է 13-րդ դարում եւ այս դարն էլ նախորդ դարերի նման բավական հարուստ է եղել հայ մշակութային արժեքներով, հատկապես քերթողական արժեքներով։ Այդ ժամանակ են հանդես եկել Հովհաննես եւ Կոստանդին Երզնկացիները, այդ ժամանակ է հանդես եկել Խաչատուր Կեչարեցին, եւ այստեղ այս բույլի մեջ իր ինքնուրույն եւ շատ ինքնատիպ տեղը ունի Ֆրիկը։ Ֆրիկի կյանքի եւ ստեղծագործության վերաբերյալ առհասարակ նրա կյանքի մասին շատ քիչ տվյալներ են պահպանվել, ցավոք սրտի։ Հիմնական ինչ որ գիտենք քաղված են նրա իսկ բանաստեղծություններից, իսկ դրանց թիվը չի անցնում 4 տասնյակից։ Այնուհանդերձ այդպիսի, չասեմ, փոքր, բայց ոչ ծավալուն ստեղծագործական ժառանգության շնորհիվ Ֆրիկը իսկապես իր ուրույն տեղը գրավեց ոչ միայն 13-րդ դարի, այլև հայ միջնադարի եւ հայ գրականության պատմության մեջ եւ ինչու՞ չէ, նաեւ իր համեստ եւ կարեւոր տեղ ունի նաեւ համաշխարհային պոեզիայի մեջ, դա պիտի չվախենանք մեր մեծերին նաեւ հանելու ասպարեզ եւ ցույց տալու, որ ահա 13-րդ դարում հայ ժողովուրդը ծնել է ահա մի այսպիսի ինքնատիպ բանաստեղծի։ Ֆրիկի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են ու կծկտուր։ Եղածն էլ հաճախ տարակուսելի ու վիճելի են։ Մենք դրանք հիմնականում քաղում ենք հենց իր բանաստեղծություններից։ Ֆրիկը ծնվել է 1230-ական թվականներին, հավանաբար թաթար-մոնղոլական արշավանքների սկզբնական շրջանում։ Բանաստեղծի գործածած խոսքի դարձվածքները եւ լեզվական ձևերը ենթադրել են տալիս, որ ծնվել է Արևելյան Հայաստանում։ Բանաստեղծը Ֆրիկ է կոչում իրեն թե իր տաղերում եւ թե դրանց վերնագրերում։ Տարածված մի տեսակետ կա, թե Ֆրիկ անունը բանաստեղծի իսկական անունը չէ, այլ նրա բանաստեղծական կեղծանունը։ Ականավոր հայագետ Մանուկ Աբեղյանը սակայն նշել է, որ ավելի հավանական է որևէ անձնանվան, օրինակ Ֆրեդերիկի կրճատ տարբերակ լինելը։ Այս կապակցությամբ մեջբերենք Ղևոն Դալիշանի խոսքերը. Բարակ զգացման եւ ուղիղ մտածտեր, նաեւ ճարտար տաղաչափ պես վանքերով նորանուն քերթող մկա, Ֆրիկ, որդի թաքֆոշի եղբորորդի Դոդոնայի, որուն ժամանակն որոշակի հայտ չէ, բայց այս ժե դարես ետքը այլ չէ, գրվածքն բարոյական խրատքն են, սակայն սրտով սփռած։ Բանաստիրությանը միշտ հետաքրքրել է Ֆրիկ անվան ստուգաբանությունը, որտեղից այս անունը։ Ինքը մի բանաստեղծության մեջ ասում է այն, ինչ շատերն են ասում եւ հավանաբար դա պետք է ընդունենք հիմք։ Մի բանաստեղծության մեջ գրում է հետեւյալը, ասում է.
ոչ ծլիմ, ոչ բուսանիմ, զերտ զաղնձած սերմ եմ կերիս, ոչ ծլում եմ, ոչ աճում եմ, աղանձած սերմ եմ, խարկված սերմ եմ։ Այստեղից ենթադրում եմ, որ ֆրիկը ժամանակին հետ իմաստ է ունեցել ֆրիկ, խանձած դեռահաս ցորեն, որ այդ բառը իր ցավին հովանիշ վերցրել է որպես գրական անուն։ Ֆրիկ անվան ստուգաբանությունը ամենայն հավանականությամբ սա է, բայց կան նաև այլ ենթադրություններ։ Ոմանք ենթադրում են, որ ֆրիկ բառը առաջացել է Եփրեմ անունից։ Եփրեմ բառի հնչյունական փոփոխություններով եկել հասել է ֆրիկ։ Շատ հավանական է Ֆրեդերիկ, Ֆրեդ, Ֆրիդ, Ֆրիդոն անունները կան ժամանակին, հնարավոր է, որ այդտեղից է գալիս։ Եվրոպական լեզուներով կա նաև ֆրիկ մի բառ, ֆրիկ բառը, որ նշանակում է խենթ, խև։ Մենք միջնադարում ունենք այդպիսի խև Հովհաննես Թլկուրանցի խև իրեն այդպես է կոչում, թե ոմանք այլ Թլկուրանցին համարում սրան, բայց այս խև բառն էլ կարող է լինել, հենց այդ ֆրիկ իմաստով, խև, գիժ, ցնորված, կյանքի հունից դուրս եկած այս իմաստով։ Ֆրիկը մանկուց սիրել է ուսումը, զբաղվել է գրականությամբ, թեև աշխարհական է եղել, սակայն հիանալի իմացել է նաև կրոնական գրականությունը։ Ենթադրվում է, ֆրիկը սկզբում եղել է հարուստ, սակայն հետագայում սնանկացել է կամ թաթարների ձեռքով կողոպտվելով, կամ հարկահանությունից։ Ընկել է ծանր պարտքերի տակ եւ նույնիսկ դրանց դիմաց գրավ դրել որդուն։ Ֆրիկի քերթվածքների որոշ անուղակի տվյալներից ենթադրվում է, որ հավանաբար ինքն էլ գերի է ընկել մողոնների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Հայ իրականության մեջ առաջին բանաստեղծներից մեկն է, ով պատմեց իր անձնական կյանքը, ով խոսեց իր անձնական ցավի մասին։ Եվ այդ ցավը միայն իրենը չէր, ժամանակինն էր։ Այդ կապակցությամբ նա հայտնի է հետևյալը, որ որդուն գրավ է դրել, չի կարողացել որդուն փրկագնել եւ ամբողջ կյանքում ողբացել է որդու կորուստը։ Բանասերների ճշտումներով ֆրիկը ինքը եւս եղել է գերության մեջ եւ այդ տառապանքը կրել է ամբողջ կյանքում։ Այդ շրջանի մասին պատմիչները գրում են Կիրակոս Քանձակեցին, շատ հստակ գրում է այն ինչ ֆրիկը գրել էր Չափածո տողերի մեջ։ Ասում է հարկերը շատ դաժան էին ու խիստ էին, ճնշող էին, եւ նրանք, ովքեր չեն կարողանում հարկերը վճարել, տանում էին նրանց որդիներին, զավակներին էին տանում։ Սա եղել է համատարած։ Ահա այս իրադրության մեջ ֆրիկը ըստ ամենայնի ունեցել է մինուճար որդի, որովհետև այլ առիթներով հավանաբար կիմանանք, որ մխիթարվել է ուրիշ զավակներով։ Ունեցել է մինուճար որդի եւ այդ մինուճար որդու կորուստը դարձել է եւ նրա կյանքի այսպես ցավը, որ պաշարել է նրան, եւ նրա ստեղծագործության առանցքային գծերից մեկը։ Ծերության հասակում բանաստեղծը թշվառ ու մենակ է եղել, բոլորից լքված, առանց հարազատ մարդկանց։ Կորցնելով ունեցվածքը նա կորցրել է նաև իր տունը, ընկել է ծանր հոգսերի մեջ։ Իր վիշտը ծեր բանաստեղծը փարատել է գինով։ Հույսը կտրելով մարդկանցից նա ցանկացել է վանք մտնել, ծառայել Աստծուն, բանական դառնալով։ Սակայն պարզ չէ, դարձել է, թե ոչ։ Ֆրիկի թշվառությունն այնքան խորն է եղել, որ իր բանաստեղծություններում տարակուսել է, թե արդյոք պատշաճ հուղարկավորության կարժանանա, եւ այդ պատճառով Աստծուն է դիմել խնդրելով, որ օրհնյալ հողը ծածկե իրեն։ Նա մեծ հայտնի գոնե առաջին միջնադարյան հայ բանաստեղծն է, որը վանական չի եղել։ Նա աշխարհական է եղել, ապրել է, ասացի, սկզբում ճոխ կյանքով, հետո էլ իր դժբախտություններից հետո թափառական կյանքով, վշտերի պատճառով իրեն տվել է գինութասին, եւ այս առումով նա ինձ հիշեցնում է ֆրանսիացի 15-րդ դարի բանաստեղծ Ֆրանսուଆ Վիոնին, որը նույնպես շատ նմանություններ եմ տեսնում նրանց եւ գրելաոճի եւ կենսագրության փաստերի միջև, նույնպես իրեն տվել է գինուն, բայց հետո հասկացել է կյանքի ունայնությունը եւ հարել է բարոյական բարձր իդեալներին։
ահա Ֆրիկը ասում է, երբ ես ապրում եմ իմ դառը կյանքի այս դժվարությունները, ես հաճախ ինձ հանձնում եմ գինուն եւ ծփում եմ ինչպես նավը ծովի մեջ, բայց խորհուրդ է տալիս ապրել բարոյական կյանքով, հագուրդ տալ թե հոգու եւ թե մարմնի պահանջներին։ Սա էլ հայ միջնադարյան մեր մտածողությանը բնորոշ հատկանիշներից է, երբ որ ոչ թե խորհուրդի տրվում խրատվում է կործանել մարմինը եւ առհասարակ այս աշխարհի կյանքը հերքել, այլ ապրել արժանավայել կյանքով, հագուրդ տալով թե հոգուն եւ թե մարմնին։ Ինքը այդպես է ապրել եւ այդ նույն խրատը նույնպես անում է իր ժողովրդին։ Իմիջայլոց ինչպես բնորոշ է առհասարակ հայ բանաստեղծությանը եւ հայ մտքին, մեր պոետների մեջ որքան էլ ողբերգություն կա, որքան էլ ունայնության, աշխարհի սնոտիության գաղափարն է երբեմն իշխում, սակայն վատատեսության, հորետեսության այդ մաղցը դառնությունը հատուկ չէ մեր պոեզիային եւ հատկապես Ֆրիկին։ Ահա այդպիսի ծանր կյանք ապրելով, մոնղոլների լծի տակ կքացող հայ ժողովրդի զավակը լինելով, նա չի կորցնում իր լավատեսությունը եւ միշտ խրատում է հավատալով լավագույն օրերի, լավագույն գալիքին։ Ինչ վերաբերում է Ֆրիկի ստեղծագործությանը, պետք է նշել, որ պահպանվել են նրա մոտ 5 տասնյակ բանաստեղծություններ։ Տիրայր Վարդապետ անունով արքիեպիսկոպոսը Ֆրիկի թաղերի մի մեծ մաս հայտնաբերել է աշխարհի տարբեր երկրների ձեռագրատուն մատենադարաններում, Երուսաղեմում, Վիեննայում, Վենետիկում, պահպանվող գրչագրերից հավաքել եւ ընդօրինակել դրանք, պատրաստելով հրատարակության։ 1952 թվականին Նյու Յորքում Տիրայր Վարդապետը լույս է ընծայել Ֆրիկի թաղերի բնագիրը, ընդարձակ ուսումնասիրություն առաջավանով։ Ֆրիկին առաջին անգամ տպագրել է Հակոբ Մեղապարտը 1513 թվականի մի տաղարանում։ Այնուհետև 1882 թվականին Ֆրիկը հայտնվել է Տևկանցի, Արիստակես Տևկանցի կազմաջողվածուի մեջ, որտեղ նաև Քուչակը մյուսները կան։ 4 տաղ է այդտեղ տպագրվել։ Հետագայում արդեն Ֆրիկը ավելի խորությամբ ուսումնասիրվեց եւ տպագրվեցին։ Այս առումով շատ լուրջ ներդրում ունի Մանուկ Աբեղյանը եւ շատ լուրջ ներդրում ունի մեր բանասերներից մեկը Տիրայր arczepiskopos Մուշկամբարյան, Տիրայր arczepiskopos Մելիք Մուշկամբարյան, ավելի ամբողջական։ Այս մարդը ապրել է դրսում։ 1952 թվականին Նյու Յորքում լույս ընծայեց Ֆրիկ դիվան մեծադիր մի ամբողջական գիրք։ Այս գրքի նյութերը նա դեռևս 18 թվականին հրատարակել էր Էջմիածնարան հանդեսում։ Հետագայում խորհրդային շրջանում 37-41 թվականներին Ֆրիկին նվիրված ժողովածուներ եւ երկերի ժողովածուներ ուսումնասիրություններ եւ երկեր լույս տեսան առանձին գրքերով։ Այդտեղ բանից պարզում է, որ Մկրտիչ Մկրյանը դասախոս գրականագետ լավ հիմնավորապես օգտվել է այս Տիրայր arczepiskopos Մուշկամբարյանի աշխատություններից գրագողության աստիճանի եւ այս գրագողությունը բացահայտել է Մանուկ Աբեղյանը իր երկերին ծանոթագրելով եւ նշելով ինչ է կատարվել։ Հետագայում Ֆրիկի երկերը բազմիցս էլի հրատարակվեցին, այնպես որ նա իր այսպես կայուն մշտական հաստատուն տեղն ունի ոչ միայն հայ այսպես միջնադարյան գրականության մեծերի կողքին, այլև մեր գրականության պատմության մեջ, որպես իր ժամանակի վավերական դեմք եւ բանաստեղծ։ Բանաստեղծի տաղերը իրենց բնույթով երկու տեսակի են բաժանվում՝ աշխարհիկ եւ կրոնախրատական։ Առանձնապես զորեղ է հնչում Ֆրիկի ձայնը ազգային ու սոցիալական հարցերի մասին, գրել է Մանուկ Աբեղյանը։ Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են
Ֆրիկի մեզ հասած չոր վանքերը, ընդդեմ Ֆալակին եւ Վասն Բախտի, Վասն Արղունղանին ու Բուղային, բան ի Ֆրիկ գրքոյն կամ Գանգատ եւ Վասն Դալեհի եւ Բրջի։ Աշխարհիկ տաղերի հիմնական թեմաներից մեկը հայ ժողովրդի պատմական ճակատագիրն է, Հայաստանի քաղաքական ծանր վիճակը։ Մոնղոլ թաթարական զորքը գրավել էր Հայաստանը, ավերել ու հրի էր մատնել ծաղկուն քաղաքները, Անին, Կարսը, Դվինը։ Որպես հայրենիքի անկախությունը բարձր գնահատող բանաստեղծ, Ֆրիկը կսկիծով է նկարագրում անօրենների ձեռքն ընկած երկիրը։ Նա ապստամբում է ու իր բողոքի ձայնը բարձրացնում, երազելով թաթար-մոնղոլների դաժան տիրապետության վերջնական անկումը։ Ֆրիկը հանդիսանում է մեծ հայրենասիրական բանաստեղծ, ժողովրդի ցավերով վշտահար մի երգիչ եւ լավագույն ազգային ապագայի ձգտման, թաթարական լծից ազատվելու իղձի մի քարոզիչ, գրել է Մանուկ Աբեղյանը։ Ժողովրդի հասած, պատուհասած այդ թաթար-մոնղոլական պատուհասները նրա համար շատ ծանր են եղել, տեսնելով թե ինչպես քանդվում են եկեղեցիները եւ կառուցվում են մզկիթներ, քանի քանդեն եկեղեցի եւ կառուցեն պիղծ մզկիթի, այդպիսի մի լավ տող ունի, որ կարելի է նույնիսկ այսօրվա հետ կապել, ասում է հիմիկ դժարեց բաներս, երբ թաթարն ելավ թագավոր, զրկեց ամենայն աշխարհս եւ կողերն եդիր մեծավոր։ Այս հասարակության մեջ է ապրել Ֆրիկը եւ իր բողոքի ձայնն է բարձրացրել, այդ ձայնը հասցնելով անգամ Աստծուն, ճակատագրին, հետո էլ Աստծուն։ Այսպիսի մի պոեմանման բանաստեղծություն ունի նա, իմիջիալուց Ֆրիկը իր տաղերը ավելի շուտ բանաստեղծությունների է վերածել, ժառանգելով իհարկե նարեկացուց եկող ավանդույթը, այսինքն նրա բանաստեղծությունները այսօրվա իմաստով ընթերցվող, կարդացվող բանաստեղծություններ են, ոչ թե երգվող տաղեր, եւ այդ իմաստով էլ դրանք ունեն բավական ներքին լիցք եւ ազդեցության բավական մեծ ուրեմն հնարավորություններ։ Վասն Արղունղանի եւ Բուղայի այդպես է կոչվում իմ հիշած պոեմը, բանաստեղծությունը, որտեղ նա ահա բողոքում է Աստծո դեմ, թե ինչու ահա այս ժողովուրդը, որը միշտ այն գլխից եղել է աստվածապաշտ, հետևել է Քրիստոսի բոլոր պատվիրաններին եւ այլն, եւ այսօր ենթակա է նման ուրեմն պատժի, եթե մենք ասում ենք քո սրտով չենք եւ չես ուզում մեզ պաշտպան կանգնել, ապա ավելի լավ է մեզ հասարակ վերածելու։ Այնքան այսօր այժմեական է այս բանաստեղծի յուրաքանչյուր տողը, որ թվում է թե ոչ թե 700 տարի առաջ գրված բանաստեղծություններ ես կարդում, այլ մեր օրերին գրված։ Ֆրիկի ստեղծագործության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նրա մեջ ազգային ու սոցիալական խնդիրները հաճախ հանդես են գալիս զուգորդված։ Հիմիկ դժարեց բաներս, որ թաթարն եղավ թագավոր, զրկեց զամենայն աշխարհս ու զգողերն էդիր մեծավոր, դառնությամբ նշել է բանաստեղծը։ Նշանավոր անգատի մեջ հայրենասեր հեղինակը ողբում է ժողովրդի ծանր վիճակը։ Դեռևս ընդդեմ Ֆալակին բանքում Ֆրիկը Ֆալակին ճակատագրին համարում է անարդար դատավոր, որ անգետ մարդկանց մեծ հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին ուղորդ, իմաստուն մարդկանց թողնում դժբախտ։ Բայց ըստ Ֆալակի, այդ անհավասարության պատճառը ոչ թե ինքն է, այլ Աստված։ Արար չեն լինին, պատասխանում է ճակատագիրը։ Գանգատի մեջ միջնադարյան բանաստեղծը, Ֆրիկը, վեճի մեջ է մտնում ուղղակի Աստծո հետ։ Եվ այս էր բան քո հրամանի, արդար, իրավ դատավորի, մեկնի պապանց պարոնորդի, մեկնի հարանց մուրող լինի, մեկին հազար ձի և ջորի, մեկին ոչ ուրմի, ոչ մաքի, մեկին հազար դեկան ոսկի, մեկին ոչ փող մի պղնձի, մեկին բեհեզ և ծիրանի, մեկին բրդեշալ մի չանքնի, մեկին հարամն հաջողի, մեկին հալալն կորուսի։ Շարունակելով ցցուն հակադրությունների շարքը, նա աստիճանաբար բացահայտում է
սոցիալական անհավասարությունների ամբողջական շղթան։ Այս 4 բանքերով ֆրիկը համարվում է հայ սոցիալական քննարկության սկզբնավորողն ու խոշոր ներկայացուցիչը։ Բացի ազգային բողոքից առաստված ուղղված ֆրիկի մոտ շատ սուր է սոցիալական բողոքը։ Ահա այստեղ է, որ ֆրիկը առանձնանում է շահեկանորեն իր ժամանակի եւ առհասարակ ժամանակաշրջանի բոլոր բանաստեղծներից։ Ուրեմն իր առաջինն էր նա, որ ծառացավ Աստծո դեմ, թե ինչու համարելով, որ շատ հիանալի եւ զարմանալի է, որ մեկ Ադամ եւ Եվայից ահա այսքան ազգեր ցեղեր են գոյացել, բայց մի ազգը ճնշում է մյուսին, մի ազգը ոչնչացնում է մյուսին եւ Աստված դա տեսնելով հանդուրժում է եւ անցնում է հասարակության բոլոր շերտերի, բոլոր խավերի մեջ տիրող անհավասարությանը։ Իմիջիալոց նրանից առաջ հանճարեղ Նարեկացին իր մատյան ողբերգության մեջ բավական մեծ լիցքով երկար տողերով դատապարտում է առհասարակ մարդկության մեջ իշխող անհավասարությունը, թե թագավորները հա այսպես բռնակալ են, իշխանները այսպես են, դատավորները անարդար են, կաշառակեր են եւ այլն, բայց Նարեկացու խոսքը համընդհանուր համաժամանակյա անհավասարություններին է վերաբերում։ Իսկ ֆրիկի բողոքը ավելի շատ, եթե ոչ բացառապես, իր ժամանակաշրջանում իշխող անհավասարություններին եւ անարդարություններին են վերաբերում։ Այս իմաստով ֆրիկը բավական առաջադեմ քայլ է կատարել եւ Կոստանդին Երզնկացու հետ միասին ստեղծել է մեր առաջին անձնական բնույթի բանաստեղծությունները, այսինքն այստեղ ոչ թե Նարեկացու նման Աստծո հետ խոսող մարդն է առհասարակ, այլ կոնկրետ 13-րդ դարի մարդը, որ ապրում է ահա կոնկրետ այսպիսի պատմական ժամանակաշրջանում եւ ահա այսպիսի դաժան ու անհավասար պայմաններում։ Այսօր, երբ սոցիալական վիճակը մարդու ծանրացել է, նոր նա կարող է հասկանալ ֆրիկին։ Այն ժամանակ, երբ հավասարության, գոհության պես մի բան կար, համենայն դեպս թեկուզ ձևական, այդ սոցիալական բողոքը այնքան էլ խորությամբ չէր հասկացվում։ Ֆրիկը շատ հստակ է խոսում։ Նա իր ընդդեմ ֆալակին, ահա Գանգատ տաղերի մեջ, ընդ որում Գանգատը բավականին մեծ գործ է, 290 տող եւ տաղ ասելով նաեւ այս դեպքում կարող ենք հասկանալ նաեւ պոեմ։ Կյանքի դժգոհություններն է, կյանքի անարդարության դեմ է խոսում։ Նա տեսնում է բնական, ազգային, սոցիալական եւ մարդկային անհավասարություններ։ Ազգային, թե ինչպես թաթարները եկան ու դարձան իշխող հայ ժողովրդի մի ժողովուրդ դարձան մյուսի ստրուկը։ Եվ ինչպես եկան ու սոցիալական անարդարություններ բերեցին, ինչպես գողերին դարձրեցին մեծավոր, ինչպես առաքինի մարդիկ հալածվեցին եւ նրանց տեղը եկան ոչ առաքինի, ստոր, քստող, հաջողացող մարդիկ, ծամածրվող մարդիկ։ Սա է ներկայացնում։ Իր վեճն է ուղում Աստվածապաշտ ֆրիկը Աստծո դեմ, թե ինչպես մի Ադամից ու Եվայից այսքան ազգեր ու ժողովուրդներ ծնվեցին ու տարածվեցին աշխարհում մեկ։ Եվ իր հարցումներին պատասխան է որոնում։ Ի վերջո, այս գործի առանցքային մասը այդ սոցիալական շերտն է, թե ինչպես մեկը ունի այսքան առատություն, այսքան բան, իսկ մյուսը չունի։ Այս բանաստեղծությունը կարելի է եւ կարդալ եւ անգիր ասել, բայց կարծում եմ մեր այսպես ունկնդիրը այդ պատկերացումն ունի եւ սպայն չխորացնենք դա։ Ֆրիկը կրոնախրատական բովանդակության պիրտաղերը Մարգարիտ կամ Գոհար է կոչել։ Այդ բանքերից են Բան ոգեշահ, Բան պիտանի, Վասն հոգոյ եւ Հիշես բանն ավետարանին եւ այլ տաղեր։ Այս բանաստեղծություններում Ֆրիկը քննում է հոգու եւ մարմնի հակամարտության խնդիրը, իրական եւ հանդերձյալ աշխարհների, մահվան եւ ունայնության, մեղքի եւ այլ խրատական թեմաներ։ Որպես միջնադարյան բանաստեղծ, նա հորդորում է մարդուն մտածել հանդերձյալ կյանքի մասին եւ չտարվել անցողի կաճույքներով, գերադասել հոգին մարմնից։ Ֆրիկը կարեկցանքով ու ողորմածությամբ, աղոթքով լեցուն կյանքի կոչ է անում, որպեսզի արժանանա աստվածային լույսին։ Ֆրիկը
նոր մակարդակի հասցրեց հայ խոհախրատական բանաստեղծությունը։ Ճիշտ է, նրանից առաջ Ներսես Շնորհալին արդեն դիդակտիկ, ուսուցողական եւ խրատական բնույթի բազմաթիվ քերթվածներ ստեղծեց, բայց այդ քերթվածները ավելի շատ գրված էին ուսուցողական նպատակներով, բանկերում, դպրոցներում սովորող աշակերտության կրթելու համար։ Իսկ Ֆրիկի խրատը ուղղված է առհասարակ ժողովրդին եւ միտված է հաստատելու բարին, հաստատելու բարոյականը։ Խրատները ինքը ուղղում է հենց ինքը իրեն եւ խրատելով իրեն խրատում է նաեւ մյուսներին։ Նա մի շատ գեղեցիկ բանաստեղծություն ունի, որը կրոնական շղարշով է պատված, բայց ամբողջովին նաեւ ինքնա խրատի եւ առհասարակ խոհափիլիսոփայական բանաստեղծության կնիք կրում։ Ես շատ եմ սիրում այս բանաստեղծությունը, ուստի կուզեի մի հատված կարդալ. Սիրտիմ ընդեր ես խառովել, աչքիմ ընդեր ես խավարել, խելքիմ ընդեր ես ճապաղել, միտքիմ ընդեր ես շիվարել, երբ չես մահու օրն անդիճել, ի հրեշտակի գալույն վախել, հոգվոք հակտիրներ չես հիշել, զաստուծո ես հեռացել։ Ֆրիկը իհարկե աստծուց չէր հեռացել, իհարկե նա իր ամբողջ գոյության իմաստը տեսնում էր հավատի եւ բարոյականության մեջ, սակայն նման խոսքերը նա ուղղում էր իր ժամանակակիցներին, որոնք այսօրվա մեր հասարակության նման բռնել էին բարոյալքման ճանապարհը։ Ֆրիկի կրոնական տաղերը շատ առանձնահատկություններ ունեն։ Դրանցում նա արտահայտում է իր մարդասիրական գաղափարները։ Բանաստեղծը նաև իր սուր լեզվով քննադատում է մեծատունների հարստահարությունները, թագավորների ռազմատենչությունը, անբարեպաշտ հոգևորականների ոչ բարեպաշտ կյանքը։ Հետաքրքիր է, կրոնախրատական տաղեր կան, որոնց մեջ նա օգտագործել է բնության պատկերների համեմատություններ։ Ֆրիկը խորապես գնահատել եւ օգտվել է հայ բանահյուսությունից, ինչը շատ միջնադարյան հեղինակներ անվանում էին հեթանոսական։ Ֆրիկի ստեղծագործության գնահատությունը թերի կլինի, եթե չխոսենք նրա արվեստի մասին։ Մի բառ կա, անզարդ, ինչը իր ճիշտ ընկալման դեպքում նաև շատ զարդարում է։ Ֆրիկը շատ անզարդ բանաստեղծ է։ Այսինքն շատ չի դիմում պատկերավորման միջոցների, համեմատությունների, տարբեր միջոցների իր խոսքը ավելի զարդարուն դարձնելու համար։ Նրա խոսքը շատ պարզ է, շատ ուղղակի եւ այդպես է գրում, որպեսզի կարողանա ճիշտ ձևով իր միտքը ուղիղ հասցնել ինչպես քարոզ հավատացյալին, իրեն լսողին, որովհետեւ Ֆրիկը, ինչպես Շնորհալին, շատ մեծ կարեւորություն էր տալիս ընթերցող հասկացությանը, իրեն լսողին, ընթերցողին, սա շատ կարեւոր է, որովհետեւ ոչ թե իր համար խոսող էր, այլ գիտեր ում համար է խոսում, ում է ուղղում խոսքը, սա շատ կարեւոր է։ Այդ մտայնության արտահայտություններից մեկն է նաև նրա ինքնաբնութագրումներից մեկը, այսպիսի մի տող ունի, ասում է Ֆրիկն հանցեղ պարզ է խոսել, որ ամենայն մարդ իմանա, այնքան պարզ է խոսել, որ ամենայն մարդ իմանա, հասկանա, սա դարձյալ կարևոր է։ Ֆրիկի երգերի լեզուն միջին հայերենն է, նա գրել է հասկանալի, պարզ ու հստակ լեզվով։ Ֆրիկը հանցեղ պարզ է խոսել, որ ամենայն մարդ իմանա, գրում է բանաստեղծը։ Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտություններ, համեմատություններ, առածներ ու ասացվածքներ եւ հիմնականում հայերեն տեսակն է կիրառել։ Ֆրիկը առաջիններից էր, որ ով անցավ միջին հայերենի։ Շնորհալին ամեն կերպ պաշտպանեց գրափարը, ամեն կերպ անգամ հանելուկները գրի առավ, որ ժողովուրդը գինարբուքի ժամերին ժամանակ այդ հանելուկները գրափար ասի, գրափարից չհեռանա, անգամ դա արեց, բայց արդեն ժամանակները փոխվել են եւ Ֆրիկը դարձավ մեր առաջին, ուրեմն միջին հայերենով գրող առաջին բանաստեղծը։ Ու այնտեղ ուրիշներն կան բաներ ավելի։ Հետո արդեն միջին հայերեն դարձավ մեր պոեզիայի լեզուն։ Ֆրիկի կապակցությամբ մեկ ուրիշ առանձնահատկություն եմ ուզում շեշտել։ Երբեմն
մեր աշխարհիկացող բանաստեղծությունը ներկայացնում են այսպես հայկական վերածնունդ։ Այդպիսի բան չկա, մենք վերածնունդ հասկացությունը նմանակում ենք եվրոպական վերածնունդը հայկականացնելու այսպես մտայնությամբ, մերը բնականon շարունակությունն է աշխարհիկացման միտումներով, որովհետև վերածնունդ նշանակում էր վերադարձ, վերածնել անցյալը դեպի անտիկ շրջան, ինչպես իտալացիներն արեցին, հետագայում ֆրանսիացիները, անգլիացիները եւ մյուսները։ Մեր իրականության մեջ նման բան չի եղել։ Եղել է բնականon շարունակություն, հիմնականում 5-րդ դարից եկած հոգևոր արժեքների, գրական արժեքների բնականon շարունակություն, լեզվի աստիճանական փոփոխությամբ, նաև նյութի աստիճանական փոփոխությամբ, որի այսպես հանգուցային փուլերից մեկը կապվում է Ֆրիկի անվանն հետ։ Ֆրիկի ստեղծագործությունները գրված են միջին հայերենով, ի տարբերություն իր մեծ նախորդների, որոնք գրաբար էին ստեղծագործում, Ֆրիկը ստեղծագործեց միջին հայերենով, որը շատ ավելի մոտ է ժամանակակից աշխարհաբարին եւ իր ժամանակակիցները լավ հասկացել են։ Դա գալիս է իհարկե նաեւ նրանից, որ նա ասենք շնորհալու կամ մյուսների նման բանական խոր գիտելիքներ կրթություն չի ստացել, բայց քանի որ նա Աստծո կողմից այսպես ասած օժտված էր բանաստեղծական անուրանալի ձիրքով, կարողացել է նա հաղթահարել բանական դպրության այդ պակասը իր մեջ, որի համար ժամանակին նույնիսկ իրեն շատերը ծաղրել են, ասել են դու ինչ բանաստեղծ ես, որ դպրոց կարգին չես էլ սովորել, բայց հիմա այսպիսի գոհար մարգարիտներ ես շարել, անգամ նրա հակառակորդները տեսել են, որ նա գոհար մարգարիտներ է շարել եւ զարմացել են ու չարախոսել, որ ահա այդպիսի մարդը կարողանում է առանց բանական կրթություն ստանալու գոհար մարգարիտներ շարել։ Եվ Ֆրիկը միտեղ մի շատ լավ խոսք է ասում, նախ ասում է, որ ինձ տրված է իբերուստ, Աստված է տվել ինձ այս շնորհքը եւ ասում է ես գրում եմ միայն այն ժամանակ, ասում է երբ ու ծաղկին միտքս ու հոգիս լեզուս իմ հանց պտուղ կուտա, երբ որ իմ միտքը եւ հոգին ծաղկում են, այն ժամանակ դրան համապատասխան պտուղ է տալիս իմ լեզուն, որ նրա իսկապես գոհար մարգարիտ բանաստեղծություններն են։ Ֆրիկի ստեղծագործությունը բազմազան է ու բազմակողմանի, եւ այն իրապես իր լավագույն հատկությունների շնորհիվ հայ գրականության մի յուրօրինակ ու ինքնատիպ էջ է։ Եվ թեպետ այս բանաստեղծի մասին քիչ բան է հայտնի, բայց վստահորեն կարող ենք ասել. նա չափազանց զգայուն հոգի է ունեցել, բանաստեղծ, ով դիտել է շրջապատող աշխարհը, ճաշակել անձնական դառնություններ եւ որ ամենակարևորն է, վիրավոր սրտով գոչել է ազգային ու հասարակական խնդիրների մասին։ Էй չարխ, ըզվատին տունը կծեպես ոսկով դու բոլոր, զաղեկն ի երկիր իվար վտարես, որ ժողով է կտոր, զայն, որ խոզարած չվայլ է, կուզուկես ահեղ ձյավոր, և ըզղոր մարդկանց ըզտունն կուքանդես առանց բահավոր։ Այս արվատը։ Այսքանը բավական է, որ Ֆրիկի ձայնը այսօր ունենա արդիական հնչողություն։ Այ գրողների մեծությունը նաև ոչ թե նրանում է, որ պատմականորեն գնահատենք իրենց ժամանակի մեջ, դա շատ կարևոր է, պատմականորեն իրենց ժամանակի մեջ տեղ չունենալու դեպքում հետագայում էլ տեղ չեն ունենա, բայց գրողի մեծագույն նշանակությունը նաև նրանում է, որ ապագայի մեջ էլ են արտանում որպես ժամանակակից, որպես այդ օրվա բանաստեղծ, այդպիսին է Նարեկացին, այդպիսին է նաև Ֆրիկը։ Եվ այս տողերը ոչ միայն սոցիալական անարդարության, այլև կյանքում իր տեղը, իր ճիշտ տեղը որոնող մարդու ողբերգությունն է։ Մարդ, որը բոլոր ժամանակներում որոնել է իր տեղը այս արևի տակ եւ կամ գտել է կամ չի գտել, չգտնելու դեպքում էլ բացել է ժամանակի պատկերը, թե ինչպես վատի տունը կառուցում է, լավին դարձնում է թափառական։ Մանուկ Աբեղյանը խորապես գնահատելով Ֆրիկի ստեղծագործությունը, այսպիսի ամփոփ բնագրում է տվել։ Առաջին տպավորությունը, որ ստացվում է Ֆրիկի բանքերից, այն է, որ դրանք ստեղծվել են մի ինքնաշարժ, ինքնաբուխ ազդումով, առանց խորը խոկալու, մի տեսակ բնազդաբար։ Կարծես մի ներքին ձայն է խոսում նրա մեջ։ Նա ունենում է մտքի լուսավորություն եւ սաստիկ հուզված ու լցված, մտասույզ ու հափշտակված, դիմում է բանաստեղծության։
ֆրիկը հանցեղ բարձ է խոսել, որ ամենայն մարդ հասկանա։ Հիմա էլ այդ տողերը, կարծում եմ թարգմանելու կարիք չկա, իսկապես շատ բարձ է խոսել, իսկապես ամեն մարդ հասկացել է, հուզվել է եւ նա իմիջայլոց այսօրվա շատ բանաստեղծների նման չի ձգտել ամբողջին հաջող լինելու համար գրել ամբողջի լեզվով, գրել է հանցեղ բարձ, գեղեցիկ, բայց նաեւ ձգտել է հագուրտ տալ նաեւ իմաստուն մարդկանց, գիտակ մարդկանց ճաշակին եւ նրան հաջողվել է գտնել այդ ոսկե միջինը։ Ուստի իդեմս ֆրիկի ունենք մի շատ ինքնատիպ բանաստեղծ, որը գրել է ժողովրդին հասկանալի լեզվով եւ որը այսօր էլ արդիական է եւ որի գոհար մարգարիտները պիտի մենք ճանաչենք, սիրենք եւ շարունակենք մեր սերունդներին։ Ֆրիկ անունով բանաստեղծը, որի բանքերը բոլոր ժամանակներում սիրված են եղել, մահացել է 14-րդ դարի առաջին քառորդում։ Եվ այսպես, գեղեցկված ու սնանկացած, հիասթափված կյանքից, ճակատագրից ու Աստծուց, իր հայրենիքի պես գերեվարված իր թշնամուց, միջնադարի հայ բանաստեղծն իր մխիթարությունն ու սփոփանքը գտել է չափածո տողերի մեջ ու ստեղծել բանաստեղծություններ, որոնց գոնե այն մասը, որոնք հայտնի են եղել որպես Ֆրիկ անունով բանաստեղծի ստեղծագործություններ, արդեն շուրջ 700 տարի հուզում, համակում ու հիացնում են ընթերցողին։